Yesterday, Euronews announced. Երեկ Եվրանյուզը հայտարարեց, թե պարոն Փաշինյանը հաղթելու է խորհրդարանական ընտրություններում, իսկ մի քանի շաբաթ առաջ Միջազգային հանրապետական ինստիտուտը ուժեղ Հայաստանի օգտին ընդամենը 6% քվեեր կանխատեսել։ Այս երկու հարցումներն էլ այնքան կտրված են իրականությունից եւ այնքան ծիծաղելի են հայաստանյան տեսանկյունից, որ ինձ պարզապես ստիպեցին չլռել։ That it gave me an urge to speak out. Սա ակնհայտ հոգեբանական գործողություն է։ Սա թերևս այն 50 միլիոն եվրոյի մի մասն է, որ Արևմուտքը տվել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակ կորզելու համար։ Այս հարցումները ծայրահեղ սխալ են եւ կեղծված։ Դրանք ոչ մի կապ չունեն ազնվության հետ։ Այսօր Հայաստանում չկա որևէ իրական հարցում, որը ուժեղ Հայաստանին առնվազն 25% ձայն չի կանխատեսում։ Բայց ավելի կարևոր է հասկանալ, որ այս հարցումների նպատակը հանրությանը իրազեկելը չէ, դրանք հրապարակվում են հայերին համոզելու համար, որ իմաստ չկա ընտրության գնալ, եւ ստեղծում են պատրանք, թե ամեն ինչ արդեն կանխորոշված է։ Սրանից ավելի հակաժողովրդավարական գործելավոճ ուղղակի անհնար է պատկերացնել։ Ես ուզում եի սա հայտարարել դեռ ընտրություններից առաջ։ Կոչ եմ անում այս օրերին Երևանում գտնվող լրագրողներին հանդիպել հայ ժողովրդի հետ եւ խուսափել այն պարտադրվող թեզից, թե ամբողջ ընտրական գործընթացը պտտվում է ռուսական ապատեղեկատվության շուրջ։ Բնավ, սա պարոն Փաշինյանի մասին է, որն իր պաշտոնին լիովին չի համապատասխանում ու անգործունակ լինելուց զատ շրջում է երկրով մեկ սեփական ընտրողների կողմից հարձակումների ենթարկվելով ու ի պատասխան նրանց դեմ բռնություն կիրառելով։ Սա մի մարդու մասին է, որը երկու պատերազմ է տանուլ տվել, մի մարդու, որը նույնիսկ մատը մատին չի տալիս Բաքվի ամենադաժան բանտերից ազատելու այն քրիստոնյաներին, որոնք հենց իր իսկ ձախողած երկու պատերազմների ժամանակ կանգնած են եղել հանուն Հայաստանի։ Սա հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասին է, որի դեմ նա պայքարում է եւ որի հոգեվոր առաջնորդներին ոչնչացնելու դրույթն ուղղակիորեն ներառել է իր նախընտրական ծրագրում։ Ահա թե ինչի մասին է այս ամենը։ Սա ոչ Ռուսաստանի մասին է, ոչ էլ Եվրամիության, անկախ այն բանից, թե նրանցից յուրաքանչյուրն ինչքանով է ներգրավված ապատեղեկատվության, ճնշումների կամ սպառնալիքների մեջ։ Սա հայ ժողովրդի, նրանց հայրենիքի եւ ի դեպ այդ հայրենիքը Սփյուռքից պառակտելու Փաշինյանի փորձերի մասին է։ Ոչ, արևմտյան մամուլի համար արդեն ժամանակն է թոթափելու սեփական ռուսաֆոբիան եւ փորձելու վերաբերվել Հայաստանին որպես ինքնիշխան պետության, քրիստոնեության օրանի եւ իր տարածաշրջանի կարևորագույն առանցքի ու կենտրոնի։ Շնորհակալություն։